քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը կփոխանցեք։ Երեք տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 28-ին պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը անձամբ գլխավորել գրոհը Վեհարանի վրա։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը ինչ է սպասվում, ինչ զարգացումներ կլինեն, եւ ի պատիվ հայ ժողովրդի եւ ընդդիմադիրների մենք տեսանք դեկտեմբերի 18-ին հայ ժողովուրդը կանգնեց Վեհարանի կողքին ցույց տալով այդ ավազակային հարձակումը, հիմա ինչ ունենք անելու դեկտեմբերի 28-ին, համեցեք։ Տեսեք, մենք բազմից նշել ենք, որ փաստացի եկեղեցու վրա այս հարձակումը դա արտաքին պատվեր է, այսինքն Նիկոլ Փաշինյանը կատարում է մեր հարևան երկրների պատվերը եկեղեցու կազմակերպման համար։ Այս process-ը սկսվեց մայիս ամսվանից, երբ որ Ալիևը պահանջեց Փաշինյանի շուրթերով պահանջեց, որպեսզի եկեղեցու ամբողջ կառուցվածքը վերանայվի եւ ընդհանրապես եկեղեցին հայտարարվեց ռևանշիստական կառույց, որը խանգարում է հայ-ադրբեջանական բարեկամությանը։ Ավելին կարող եմ ասեմ, Փաշազադեն մայիս ամսին ինքը փաստացի հայտարարեց, որ հիմնում է Արևմտյան Ադրբեջանի կազիատ, այսինքն ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իսկ այդ ադրբեջանցիների հոգևոր, այսպես ասած, կարիքները պետք է սպասարկի այդ կազիատը եւ հայտարարեց, որ փաստացի ադրբեջանցիների վերադարձին լրջագույն խոչընդոտ կարող է լինել եկեղեցին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պատկան մարմինները, եթե ուզում են Ադրբեջանի հետ բարելավեն իրենց հարաբերությունները, ապա պետք է լուծեն եկեղեցու խնդիրը։ Ասեմ դες, որ Փաշինյանը իր կյանքում պատմության մեջ երբևիցե եկեղեցու հանդեպ վերաբերմունք չի ունեցել, որտեղ այդ մարդը անարխիստ է, աշխարհիկ մարդ է, երբևիցե ինքը հոգևոր արժեքներով չի ապրել։ Տեսեք իր գրառումները, իր հոդվածները, իր գիրքը, այնտեղ եկեղեցու եւ հոգևոր հոտ անգամ չկա, եւ 2018-ին երբ որ ինքը եկավ իշխանության, զարմանալի չէր, որ երբ որ այդ ժամանակ եկեղեցու դեմ մի հատ արշավ սկսվեց, ինքը indifferent վերաբերվեց, կան լուրջ չարձագանքեց դրա, որտեղ իրեն հետաքրքիր չէր եկեղեցու խնդիրը։ Իրեն եկեղեցու խնդիրը հետաքրքիր է եղել այս տարվանից, երբ որ իր առաջ այդ պայմանը դրել է Ալիևը։ Ինչու է Փաշինյանը ուզում այդ պայմանը լուծել։ Շատ պարզ պատճառով, որտեղ Փաշինյանը ուզում է վերարտադրվել գալիք ընտրություններում, շատ լավ հասկանալով, որ եթե ինքը չվերարտադրի իր իշխանությունը, ապա իրեն կսպասվի Սաակաշվիլու ճակատագիրը։ Ինքը շատ լավ գիտի, որ 7 տարիների ընթացքում ինչ ողբերգությունների է հասցրել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք կորցրել ենք Արցախը, մենք մոտ 4000 երեխա զոհվել է, մենք հսկայական նյութական կորուստներ ենք ունեցել եւ Հայաստանը կանգնած է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ եւ այդ ամենը Փաշինյանը շատ լավ հասկանում է եւ հասկանում է, որ եթե ինքը կորցնի իշխանությունը, ապա կարող է կանգնել պատասխանատվության առջեւ։ Դրա համար իր համար ըստ էության անասնական վախ իշխանության կորցնելուց, բայց շատ լավ հասկանում է, որ քանի որ ինքը չունի արդեն այն վստահությունը, որը կար նախկինում 2018 թվականին եւ չի կարող ունենալ այդ վստահությունը, ինքը փորձում է այդ վստահությունը ձեռք բերել հարևան երկրներից, հիմնականում Թուրքիայից, Ադրբեջանից, մասամբ նաեւ Եվրոմիության այսօրվա վերնախավից, ովքեր որ հանուն Ռուսաստանի դեմ պայքարի պատրաստ են Փաշինյանին աջակցել ամեն գնով, միայն թե Հայաստանին դարձնեն մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Սա փաստն է, սա իրականությունն է։ Հիմա Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկանում են, թե ինչ վիճակի մեջ է հայտնվել Փաշինյանը, ինքը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել, իրենց գրպանում է հայտնվել, իրենք բազմաթիվ պայմաններ են դրել եւ բոլորը հերթով կատարվում է։ Դրեցին, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Այս տարի սեպտեմբերի 1-ին հայտարարվեց եւ Մինսկի խումբը լուծարվեց։ Մինչեւ այդ Փաշինյանը նշում էր, որ Մինսկի խումբը կլուծարվի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կնքի խաղաղ պայմանագիր Հայաստանի հետ։ Հայտարարեցին, որ պետք է Հայաստանը սահմանադրությունը փոխի։ Մինչ այդ Փաշինյանը եւ իր իշխանությունը մերժում էր դա։ Հիմա համաձայնվեց, որ պետք է սահմանադրությունը փոխի։ Փաստացի իրենք պահանջում էին, որպեսզի Փաշինյանը հետ վերցնի բոլոր բողոքները միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ։ Փաշինյանը այդ խնդիրը կատարեց։ Վերջապես իրենք ասում են, պետք է ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Ալեն Սիմոնյանի շուրթերով Փաշինյանը պատասխանեց Ալիևին, որ այո, մենք պատրաստ ենք ադրբեջանցիներին ընդունել Հայաստան, միայն թե դուք մեզ այդ նվերը տվեք, այ խաղաղ պայմանագիրը տվեք, որ ես կարողանամ հերթական անգամ խաբեմ իմ ժողովրդին, որովհետև 21 թվականին կարացել եմ խաբեմ, 18 թվականին կարացել եմ խաբեմ, հիմա էլ պետք է խաբեմ, որովհետև ես չխաբեմ, ինձ փաստացի ես չեմ կարող վերարտադրվել, ինձ կպատժեն։ Քանի որ ես ձեզ պետք եմ, ձեր համար մեծագույն արժեք եմ, պատմության մեջ դուք այսպիսի արժեք չեք ունեցել,
որտեղ դուք մի անգամ լուծեցիք հայոց խնդիրը, հայկական հարցը 15 թվականին, բայց մնացել է Արևելյան Հայաստանի խնդիրը։ Հիմա որպեսզի դուք կարողանաք այդ խնդիրը լուծեք, ինպես անց պետք է լինի։ Բայց քանի որ իմ համար շահավետ կյանքի խնդիրը, որից վերարտադրվեմ, ինձ պետք է օգնեք։ Նրանք էլ ասում են օգնելու համար պետք է այս խնդիրն լուծես, այսինքն պետք է եկեղեցին կազմակերպես ոչնչացնես։ Հիմա դրա համար ինչ արեց, ինքը որպեսի եկեղեցին կարողանա հարձակում անի, ինչ արեց, ձևակերպեց, որ ինքը ուզում է ոչ թե եկեղեցու դեմ պայքարել, այլ կաթողիկոսին է ուզում փոխել, որտեղ կաթողիկոսը չի համապատասխանում այս պայմաններին։ Այսինքն ինքը պատրվակներ էր ման գալի եկեղեցու դեմ հարձակվելու համար։ Սա շատ պարզ եւ պարզ հասկանալի խնդիր է, արդեն ոչ մեկ չի թաքցնում, ադրբեջանական ամբողջ մամուլը ողողված է այդ խնդրով եւ չեն թաքցնում, արդեն թուրքական մամուլն է խոսում դրա մասին, արդեն բոլորը գիտեն, որ այս պայքարը ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, այլ սա պայքար է վերջին կառույցը Հայաստանի կազմակերպելու համար, որպեսզի դրանից հետո արդեն ամբողջովին Հայաստանը դառնա անպաշտպան Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ եւ լուծեն այն խնդիրները, որ իրենք գերազել են դարեր շարունակ։ Սա իրականությունն է։ Ինչու դեկտեմբերի 28-ին։ Ասեմ ձեզ, Էրդողանը եւ Ալիևը սիրում են սիմվոլիկաներ։ Ուրեմն դեկտեմբերի 28-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Պետրոս եւ Պողոս առաքյալների տոնը։ Պետրոս եւ Պողոս առաքյալները այն գլխավոր առաքյալներն էին, որոնք մեծ ավանդույթ ունեն քրիստոնեական ժառանգության մեջ։ Եվ այդ իմաստով այդ տոնը շատ կարևոր է քրիստոնեական աշխարհի համար։ Իհարկե, այլ եկեղեցիներ, այլ օրեն տոնում հայ առաքելական եկեղեցին տոնում է դեկտեմբերի 28-ին։ Եվ շատ սիմվոլիկ է, որ Էրդողանն ու Ալիևը ուզում են, որ հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանը գրող կազմակերպի, որտեղ դա կլինի գրող ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ քրիստոնեության դեմ ընդհանրապես։ Սա հրեշավոր մի ծրագիր է, հրեշավոր, որը համաձայնվել է կատարել Նիկոլ Փաշինյանը, որտեղ անասնական վախ ունի սեփական ժողովրդից, անասնական վախ ունի, որ կարող է իշխանությունը կորցնել, եւ այդ վախի ելնելով ինքը պատրաստ է կատարել, ինքը դարել է Էրդողանի եւ Ալիևի PR-ի գործակալը, այսինքն ինքը դարել է, ոնց ասեմ, ինքը պատրաստ է բոլոր ծառայությունները իրականացնել միայն թե ինքը ստանա այդ բաղձալի աջակցությունը այդ մարդկանցից։ Ես ուզում եմ հիշեցնեմ այն դավաճան եկեղեցիներին Պետրոս առաքյալի ճակատագիրը։ Պետրոս առաքյալը գիտեք 3 անգամ դավաճանեց Հիսուս Քրիստոսին։ Այս դավաճանելուց հետո վերջում եթե հետ դարձ եկավ եւ ինքը կամովին գնաց եւ հանձնվեց ռոմեական իշխանությանը եւ նույնիսկ խնդրեց, որ իրեն պատժի ենթարկեն ոչ թե Քրիստոսի պես, այլ խաչեն գլխիվայր ձևով, որպեսզի ինքը տարբերվի Քրիստոսից։ Ես սա ուզում եմ հատուկ նշեմ, որ այն դավաճան հոգևորականները, ովքեր որ շանս ունեն հետ դարձի, թող հիշեն Պետրոս առաքյալի կենսագրություն եւ ճակատագիրը։ Նույնը կարելի ասել Պողոս առաքյալի մասին։ Գիտեք, որ Պողոս առաքյալը ըստ հրեական ռաբբի էր ուզում դառնալ եւ իրեն ուղարկել էին, այսինքն հրահանգել էին, որ ինքը գնար եւ պատժեր քրիստոնյաներին։ Հետո ինչ կատարվեց։ Հետո մի լույս առաջ եկավ, ինքը կուրացավ եւ ըստ էության ինքը որի արդյունքում մի քանի օր անց ինքը հասկացավ, որ ըստ էության իր արարքը դա պախարելիքելի արարք է եւ ինքը փոխվեց եւ դարձավ իսկական քրիստոնյա եւ դարձավ հետանոսական ժողովրդների մեջ այն գլխավոր առաքելություն կատարող առաքյալը եւ այդ իմաստով այդ երկու առաքյալների ներդրումը քրիստոնեական ժառանգության մեջ անգնահատելի է եւ ես ուզում եմ հուսամ, որ այն դավաճան հոգեվորականները ովքեր որ դեռ ինչ որ հոգեվորական տարր է մնացել իրենց մեջ հետ դարձի ճանապարհ ունեն եւ կարող են ինչ-որ փոխվել։ Իհարկե դա չի վերաբերում այն սրիկաներին, որոնք այն գլխից ոչ մի հոգեվորական չեն եղել, իրենց համար քրիստոնեական ուսմունքը գոյություն չունի, իրենք պարզ կատարողներ են եղել եւ սպասարկել ամենաստորին բնազդերը եւ ամենակեղտոտ գործարքների են մասնակցել, որտեղ որ իրենք ծառայության են եղել։ Սա արդեն մեր եկեղեցու մեղքն է, որ այդ մարդկանց թույլ ընտրել, որ իրենք մնային մեր եկեղեցու մեջ, սա արդեն այլ խնդիր է, այլ վերլուծության հարց է եւ այն խնդիրն է, որը եկեղեցին պետք է մաքրվի, ինքնամաքրվի, որպեսզի այդ կեղտից ինքը վերջնականապես մաքրվի, որ իսկապես մեր եկեղեցին դառնա առողջ եկեղեցի, բայց դա արդեն ապագայի խնդիր է։
Դրա համար պետք է որ մենք կարողանանք գալիք հունիսին, գալիք տարվա մեջ մենք կարողանանք ազատվենք այլ սատանայական իշխանությունից, որպեսզի մենք կարողանանք իսկապես փրկենք Հայաստանը։ Սա շատ կենտրոնական խնդիր է։ Եվ այդ իմաստով դեկտեմբերի 28-ը մեր բոլորիս համար ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլ քրիստոնեության արժեքների տեսակետից շատ կարևոր օր է, որ մենք կարողանանք այս սատանայական իշխանության գրոհը կանգնեցնենք եւ թույլ չտանք, որ այս շրջանակները կարողանան հասնել իրենց բաղձալի նպատակին, որտեղ սա դրանից հետո կլինի խայտառակություն ամոթ ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի համար։ Ինքը պատրաստ է մինչև վերջ գնալու եւ հիմա ինչ տեսակ, ինչ սորտի է, ասենք, հա մարդկանց առաջին պլան բերելու։ Մենք տեսանք, խնդրեմ, այս մարդու դեմքը, հիմա ես կցուցադրեմ, Սպենդալյանի անվան ապարայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը կանգնած էր այնտեղ ոգևորած այդ ճակերտավոր քպականներին խասում էր մտեք։ Տեսեք, Մարիամ, պարզ ձևակերպեմ։ Տեսեք։ Սրա դեմքի նայեք, որը բացում էր ուղղակի մայր տաճարը։ Հայաստանում կատարվում է բնական լյուստրացիա։ Բնական լյուստրացիայից հետո, ընտրություններից հետո գալիք տարվա, այդ մարդիկ հայտնվելու են դժոխքում, որովհետև մի անգամ պետք է Հայաստանը անցնի այդ միջոցով, որպեսզի ինքը կարողանա դառնալ պետություն, որովհետև լղոզված կոլխոզնիկական իշխանությունը, որ ասի թե բոլորի հետ եկեք փորձենք բանանենք, այդ կոլխոզնիկական ժամանակահատվածը, որը մենք 30 տարի ապրեցինք եւ որի արդյունքում մենք հասել ենք այս վիճակի մեջ, այլևս ապագա չունի Հայաստանի համար։ Հայաստանը կկործանվի։ Բոլոր պետությունները իրենց այդ դժվարին ճանապարհը անցել են, իրենք մաղել են, այդ կեղտից ազատվել են, որպեսզի ունենան ուժեղ պետություն։ Այդ նույն ճանապարհով անցել է Ռուսաստանը, այդ նույն ճանապարհով անցել է Վրաստանը, այդ նույն ճանապարհով անցել են բոլոր եվրոպական երկրները, այդ նույն ճանապարհով անցել են Միացյալ Նահանգները, աշխարհի բոլոր կայացած նորմալ երկրները այդ ճանապարհով անցել են։ Եվ մենք էլ պետք է այդ ճանապարհը անցնենք։ Մենք գալիք ընտրություններից հետո մենք պետք է ուրիշ եւ նոր որակի Հայաստան ունենանք։ Այդ Հայաստանը պետք է արդեն տարբերվի ֆունդամենտալ այն Հայաստանից, որ մենք ունեցել ենք մինչև այդ, որովհետեւ եթե մենք դա չկերտենք, մենք կկորցնենք ընդհանրապես Հայաստանը, որովհետև մեր արչև, մեր թշնամիները դրել հենց այդպիսի խնդիր։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց համար պատմական առաքելություն է, որ այսպիսի իշխանություն ունի Հայաստանում, փաստացի իրենք գրավել են Հայաստանի իշխանությունը, խաբել են մեր ժողովրդին եւ հասել են այն նպատակին, որ կազմակերպել են բոլոր կառույցները, սկսած բանակից վերջացած բոլոր պետական քաղաքական կառույցները։ Մնացել է միայն վերջին կառույցը եկեղեցին, որից հետո արդեն վերջնականապես պետականության փլուզումից հետո արդեն իրենք հաջորդ փուլում արդեն պետք է շլյուզները բացեն եւ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, որից հետո արդեն բոլորի համար տեսանելի կդառնա թե Հայաստանը ինչպես է ունենալու Արցախի ճակատագիրը։ Մեր համար սա գոյաբանական խնդիր է, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի համար ինքը ունի անասնական վախ իր անձնական կյանքի ճակատագրի խնդիրն է, այնպես էլ 3 միլիոն ժողովրդի համար սա ճակատագրական խնդիր է։ 3 միլիոն ժողովուրդը կամ Նիկոլ Փաշինյանը այդպիսի խնդիր է դրած գալիք ընտրությունների ժամանակ։ Եւ այդ խնդիրը պետք է մենք լուծենք, դրա համար պետք է մենք մեծ կոնսոլիդացիայի ունենք, քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենց սաղ ամբիցիաները, իրենց եսակենտրոնությունը, եսասիրությունը մի կողմ թողնեն, որտեղ սա նույնիսկ եմ կրկնում գոյության խնդիր է, սա քաղաքական հաշվարկների խնդիր չի, սա շարքային քաղաքական ընտրություն չի լինելու, սա լինելու է Հայաստանի լինել չլինելու համար